Սիրելի ժողովուրդ, մենք ինչ խնդրենք Աստծուց, մի բան ենք ստանալու, Սուրբ Հոգի ենք ստանալու, խնդրենք հաց, Տերը Սուրբ Հոգի է մեզ տալու, խնդրենք համբերություն, Տերը Սուրբ Հոգի է տալու մեզ, խնդրենք մխիթարություն, Սուրբ Հոգի է տալու մեզ, հիմա նայեք, Սուրբ գրքի մեջ ինչ է ընկալվում Սուրբ Հոգին, Աստծո Հոգի, Քրիստոսի Հոգի, շնորհքի Հոգի, իմաստության Հոգի, մխիթարության Հոգի, հեզության Հոգի, համբերության Հոգի, ով որ ուզում է իր զավակին դաստիարակել ու կրթել, իմաստության Հոգին փափագեք, որ առատ իրեն առաջնորդի, ով որ ուզում է սքի մեջ է, տրտմության մեջ է, մխիթարություն չունի, Սուրբ Հոգու մխիթարությունը փափագեցեք, եւ այսօր մենք այդ Սուրբ Հոգու կարիքը շատ ունենք ու բոլորս, եւ իմ աղոթքն է միացած մեր հոգեվոր հայրերին, որ Սուրբ Հոգին մեզ առաջնորդի, անսայթակ ճանապարհ անցնելու, Սուրբ Հոգին զորավիգ լինի մեր ազգին ու մեր քրիստոնյա ժողովրդին, Սուրբ Հոգին նաև ուժ պարգևի մեր սրբազան հայրերին, սրբազաններին, որոնք գտնվում են անազատության մեջ, եւ իհարկե այն փափագը ունենանք, այն հավատքն ունենանք, ինչպես Աննան հավատքով հոգով աղոթք արեց, այդ հավատքով ու հոգով սպասենք, որ մի օր այս ժամերգությունը սրբազան հոր գլխավորությամբ դի կարողանանք միասին առ Աստված առաքել ու փափագել մեր եկեղեցու շինության բարօրության համար։ Միշտ խնդրում եմ հիշեք սա, գիշերին հաջորդում է այգաբացը։ Ես ուզենամ, որ այգաբաց լինի, չլինի, ինչ որ մեկն ուզենա, մարդիկ ուզենան, կապ չունի, այգաբացը Աստծո կամքն է եւ այգաբացը լինելու է իբարս իշինություն մեր ազգին, մեր հայրենիքին եւ մեր եկեղեցուն։